Գիտեք, մենք խոսել ենք մեր ինքնության պաշտպանության, մեր պետությունը հայկական բովանդակության պահելու մասին եւ ֆունդամենտալ հարցերը մեզ համար դրանք են։ Ես արդեն նշեցի, որ կենսաթոշակների հարցը, աշխատատեղերի հարցը, որը որ պետության գործը չի, այսինքն մենք ազատական ուժ ենք, մենք լիբերալ ուժ ենք, մենք գտնում ենք, որ ազատ տնտեսության պայմաններում աշխատատեղերը պետք է ստեղծեն ընկերությունները, գործարարները, ինքնազբաղվածները եւ այլն եւ այլն։ Այսինքն մենք ֆունդամենտալ հարցեր ենք առաջ քաշել եւ հարցերից մեկը ես արդեն ասացի։ Օրինակ քաղաքական միավորները կարող են համաձայնել, որ հանրապետության նախագահի պաշտոնում մենք պետք է ունենանք նման դերակատար, որի մասին ես քիչ առաջ ներկայացնում եմ որպես ծրագրային կետ, որ մենք այդպես ենք տեսնում մեր պետության պաշտպանությունը։ Հիմա կարող ենք գալ դրա շուրջ համաձայնության, մնացած հարցերով խոսենք։ Այս պահին ես կարծում եմ չի կարելի մտնել մեր ժողովրդի սիրած հեքիաթներից կամ չգիտեմ առակներից մեկի դաշտ, որը ես էլ եմ շատում Կիկոսի մահն է։ Որ ոչ մի բան դեռ չի եղել, հիպոթետիկ ինչ որ քննարկում է գնում ու քննարկում են այդ հիպոթետիկ հարցը։ Վերջում ի՞նչ է տեղի ունենում։ Ես վերջերս ցել եմ շատ պատմել Կիկոսի մահը։ Այսինքն տանը աղջիկներից մեկի որոշում են ուղարկել ջրի, գնում է ջրի, իր ֆունկցիան այդ բանին ջուր բերելն է, չէ՞։ Գնում է հասնում է ջրի տեղը, ջուրը չի բերում, սկսում է մտածել, որ ամուսնանա, ունենա որդի, անունը Կիկոս, գդակը Պոպոզ, ուղարկի ջրի, գա անգնի այդտեղ զոհվի, վայ ինչ ահավոր բան անել։ Հետո այն մյուս քուրնա գալի, այն մյուս քուրնա գալի, մայրնա գալի, չեմ պատմում։ Վերջում հայրը գալիս ասում է, դե հիմա եղել է։ Այդ ընտանիքը մի հատ առողջ եզ է ունենում։ Ասում եք եկնակ այս եզը մորթեն քելեխը տանք։ Այդ պատմությունն է վերջում նրան ասում, որ իրենց միակ առողջ եզը տնտեսությունը կործանում են այդ մարդիկ։ Մեր քաղաքական ընդդիմադիր շատ գործընկերներ այդ դաշտում են գործում։ Մի հատ առողջ հնարավորություն ունեն իշխանությունը փոխելու, այդ առողջ հնարավորությունը մորթում են այս քննարկումների ընթացքում, էլի։ Որ ես ում կմիանամ, նա նրան չի միանա, ախպեր ջան, դուք անցեք մի հատ հետո խոսակում կմիան։ Ինչ գիտեք, դուք անցնելու եք։ Մենք ինչ գիտենք այս ընտրությունները հասնելու է հունիսի 7-ին։ Ինչ եք քննարկում։ Ինչի մասին է։ Կամ քաղաքական ուժերն ասում են մեզ մանդատները պետք չեն։ Դե պետք չեն, մի մասնակցեք, եք մասնակցում։ Ինչի եք մասնակցում, եթե մանդատները ձեզ պետք չեն։ Պատգամավորական ընտրություններ է։ Հիմա եթե մասնակցում եք պատգամավորական ընտրություններ, ոնց որ գնան աղջիկ ուզելու ասեն, մեզ հարցը պետք չէ։ Բխի եկեք։ Հիմա մենք եկել ենք ասում ենք Ժորժ ջան, մեզ մանդատներն է պետք։ Մեզ մանդատները պետք է։ Ինչի՞։ Որովհետև երբ որ մանդատները ունեցան մարդիկ, ում վրա 846 հատ քրեական գործ կա կամ ում վրա կարում են գորգռան ընդերից, լարեն բաներից, այդ մարդիկ ձեր շահերը չեն կարողանում ներկայացնել։ Ոչ մեկի շահերը չեն կարողանում ներկայացնել որևէ ացիանում։ Հիմա ինչ անենք, թողանք դες մնա։ Չէ, ասում ենք, մեզ պետք է։